Քրեական ենթամշակույթին հարող անձանց օրենքով գողերի վերաբերյալ օրենքի ընդունումից 5 տարի անց առաջին մեղադրական դատավճիռն է կայացվել։ Ազատազրկման է դատապարտվել ըստ մեղադրանքի օրենքով գող Արման Կալուժսկի անունով հայտնի Արման Ջանինյանի ղեկավարած խմբի անդամ Ալավերդցի Արթուր Աղվանյանը, որը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու համար։ Դատավճռով Արթուր Աղվանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ 4 տարի 3 ամիս ժամկետով։ Աղվանյանը ասում է տարբեր դրվագներով ըստ մեղադրանքին նա գործել է օրենքով գող Արման Ջանինյանի թույլտվությամբ։ Մի դեպքում Արթուր Աղվանյանը Արման Ջանինյանի հանձնարարությամբ Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերից հավաքագրել է գումարներ, որոնք տնօրինվել են օրենքով գող Արման Ջանինյանի կողմից եւ ուղարկվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող տարբեր քրեակատարողական հիմնարկներ։ Այդ գումարները փոխանցողներն ըստ մեղադրողի նույնպես քրեական ենթամշակույթ կրող անձինք են, որոնց շրջանակը պարզելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Թե քրեակատարողական հիմնարկներում ինչպես եւ ում են փոխանցվել գումարները, հայտնի չէ։ Մյուս դեպքում Արթուր Աղվանյանը տեղեկանալով Ալավերդի քաղաքի երկու բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին հեռախոսակապով կապ է հաստատել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քրեական հեղինակություն Արտաշես Ավագյանի հետ, որի միջոցով օրենքով գող Արման Ջանինյանից թույլտվություն է ստացել, որպեսզի վիճաբանող կողմերից մեկը բռնության, սպառնալիքի, առևանգման եւ այլ եղանակով հաշվեհարդար տեսնի մյուսի նկատմամբ։ Համաձայնությունը թեւտրվել է, սակայն այն ավարտին չի հասցվել նախաձեռնված վարույթի պատճառով։ Մեկ այլ դեպքում Արթուր Աղվանյանը տեղեկանալով Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում գտնվող առանձնատներից մեկի նկուղում մեկ այլ անձի կողմից թաքցված, ենթադրաբար հափշտակված խողովակների առկայության մասին ստանձնել է այդ մասնավոր հարցի լուծման պատասխանատվությունը եւ թույլտվություն տվել, որպեսզի այդ խողովակները վաճառվեն եւ ստացվի անօրինական օգուտ։ Խողովակների վաճառքի ու ստացված եկամտի չափի վերաբերյալ տեղեկություն նախաքննության ընթացքում չի ստացվել։ Այն ըստ մեղադրողի եւս պետք է ուղղվեր քրեակատարողական հիմնարկներ հավաքագրվող այլ գումարների թվում։ Արթուր Աղվանյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը լուրերի հետ զրույցում ասաց, դատավճիռը ստանալուց հետո կքննարկեն այն բողոքարկելու հարցը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ օրենքով գող Արման Կալուժսկի մականունով հայտնի Արման Ջանինյանը, օրենքով գողի կարգավիճակը պահելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց ընտրվել կալանքը։ Ընդհանուր առմամբ քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների վերաբերյալ 2 տասնյակից ավելի գործեր են ուղարկվել դատարան։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։